Կանաչ ու կարմիր նարոտի գույներով է զարդարված հոգևոր մայրաքաղաքը իր 2710-ամյակի միջոցառումների օրերին, բայց մարդկանց սրտերում ուրախություն չկա։ Ժողովուրդը տխուր է, երեխաները տխուր են։ Վախի հոտ է տարածվել օդում, նախընտրական կրքերը թեժանում են, իսկ համայնքապետի ընդդիմադիր թեկնածուն ճնշումների մասին է ահազանգում։ Փորձում են մեզ էլ կաշկանդել, մեզ էլ վախեցնել, իմ բարեկամներին գրեթե բոլորին արդեն աշխատանքից ազատել են, մեր բարեկամներից ոչ մեկ այլևս այսպես ասած պետական աշխատանք չունի։ Սևակ Խաչատրյանի կարծիքով ԿՊԱ-ականներին թվում է, թե ճնշումներով կվախեցնեն մարդկանց, էլ ոչ ոք չի միանա իր քաղաքական թիմին, բայց ասում է չարաչար սխալվում են։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, հիմա իրենց բոլոր լրատվականներով ԿՊԱ-ականների բանը, որ Գյումրի 2 չի լինելու իրենց թեզը, ես էլ եմ ասում Գյումրի 2 չէ, Փարաքար է լինելու, Փարաքար 2։ Սևակ Խաչատրյանը խոստանում է պարզապես տապալել ԿՊԱ-ական Արգիշտի Մեխակյանին, որ ժամանակավոր ղեկավարում է վաղարշապատ խոշորացված համայնքը։ Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ Մեխակ Մեխակյանի որդին է, հորանունով Մեխակասար էին անվանել արցախցիները Թալիշի բարձունքներից մեկը, որի համար մղված մարտում ընկել էր։ Նրա անունն ուներ նաև ազատագրված Մեխակավանը։ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած քաղաքական թիմի շարքերում կանգնելիս իրեն ոնց է զգում Արգիշտի Մեխակյանը։ Որևէ հայ չի կարող հաշտ լինել դրա հետ։ Ուղղակի պետք է ընդունել իրականությունը, որ մենք պատերազմում պարտվել ենք։ Ասում է, որ Արցախի կորստի հետ հաշտ չէ, բայց ընդունել է իրականությունը։ Ինքը եղածին ուրիշ անկյան տակ է նայում։ Ես չգիտեմ իմ հոր հետ ինչ կկատարվեր, եթե ինքը իմանար իր եւ իր ընկերների կողմից ազատագրած տարածքները, իրենից հետո իշխանությունները 20 տարի ինչ վիճակում կպահեն եւ ինչ կանեին դրա հետ։ Արգիշտի Մեխակյանը ինչ արեց քաղաքում։ Տեսախցիկի առաջ կանգնել չեն ցանկանում շատ էջմիածնեցիներ, որոնք հարցեր ունեն Մեխակյանին, չէ որ նրա հայրն է ազատագրել Մատաղիսը, Թալիշը ու նահատակվել, իսկ Նիկոլ Փաշինյանը օկուպանտ է համարում նրանց, ովքեր Արցախում են եղել, ասում է Ադրբեջանի հողի վրա են կռվել։ Ասում ախպերած քո հերը որտեղ է մերը, Ադրբեջանում է մերը, թե հայկական Արցախում։ Մակարած է հարցին պատասխանը։ Որդի Մեխակյանը անգամ էջմիածնում ապաստանած արցախցիների մատից փուշ անել չի փորձում։ Արգիշտի մեկ ընդավապչեսկի պետք էլ չհանդիպի։ Այս արցախցին պատմում է, որ նախընտրական թեժ շրջանում հանկարծ հիշել է իրենց ԿՊԱ-ականը, հանդիպում կազմակերպել, ինքն էլ է գնացել, լսել միայն խոստումներ, անվերջ խոստումներ։ 56 մանեթ փող եմ ստանում։ 150 մանեթ բարձում տան, որտեղ ստան։ 6 հոգի, 6 շունչը տանը մեջ։ Ոստանք, դե ասիր ապրինք, լավ մարդը, ասե ապրինք։ 73 տարեկան մարդ եմ, ասե մինկուտոր հասվեր թրաս գնում եմ։ Արցախցին տուն, տեղ, հարավոր տարիներ արեց, դրեց, դռները փակեց դուրս եկավ օվավայելում, ուն շնորհքի, որ բողոքեմ, ուն բողոքեմ, ուր է ղեկավար։ Ղեկավարը թոշակառին բանատեղերում, հասիկ իրաց գրպաններ են գստում ղեկավարները։ Իրենք հարստանան, մենք ով ենք։ Ժողովուրդը տրորված է ղեկավարի կողմից։ Ես կկանգնեմ բեմում կասեմ, ես վախենալու ոչինչ չունեմ։ Արցախին հանդիպում են անում ձեր խնդիրները, ինչը արցախցիների խնդիրները գաղտնիք են, չգիտեք, ընտրություններից առաջ հիշել են արցախցիների խնդիրները։ Այն դեպքում, երբ որ արցախցիների խնդիրները այն օրից է եղել, երբ որ Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Սևակ Խաչատրյանը պնդում է, անգամ վաղարշապատի օրվա միջոցառումն են նախընտրական քարոզչության վերածել ԿՊԱ-ականները։ Ինչպես նախկինում, նաև հիմա իրենց ֆանտազիան քաղաքի հետ կապված ասֆալտից եւ բորձուրից այն կողմ չի ասում։ Լավ է, ասում է Խաչատրյանը, ԿՊԱ-ականների ֆանտազիան ներել է գոնե նախընտրական փուլում դադարեցնել հակաեկեղեցական ակտիվ արշավը։ Որովհետեւ հասկանում են, որ այս քարոզչական շրջանում դա ի վնաս իրենց է լինելու։ Գործող ժամանակավոր համայնքապետը եկեղեցու մասին չխոսելու քաղաքականություն է որդեգրել։ Տեսախցիկների առաջ պնդում է, թե ոչ մի արշավի չի մասնակցում։ Որևէ պրոցեսի մեջ ներգրաված չեմ։ Ձեզ համար ամենայն հայոց վեհապարը Գարեգին երկրորդն է, թե Կրտրիչ Ներսիսյան, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում։ Ես հարցին պատասխան չունեմ։ Ես չեմ պատասխանում նման հարցերին։ Իրենք ոնց որ չեն սիրում Հայաստանի Հանրապետությունը, նույն կերպ չեն սիրում հայ առաքելական եկեղեցուն, հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին, ովքեր ունեն սեփական կարծիք, ովքեր
դասեր։ Խոսում են վաղ շաբաթում, թե ընտրություններին է սպասում Փաշինյանը։ Եթե Արգիշտի Մեխակյանը հաջողի ընտրվել, ինքը նոր թափով է արշավելու եկեղեցու վրա։ Դե թող փորձեն, մի քանի անգամ փորձել են։ Եթե հայերը հələ հայ են, թող փորձեն։ Մենք տեսնում ենք ինչ արի մեր վեհապարը։ Ինչ էլ լինի, ով ինչ էլ անի, պատմության մեջ մնալու է որպես շինարար կաթողիկոս։ Այդ մեկը չեք կարա, այս շենքերը չեն կարա քանդեն, տանեն։ Վաղարշապատում հասկանում են, ոչ թե պարզ քաղաքական ընտրության պետք է գնան նոյեմբերի 16-ին, այլ իսկական մարտի, հանուն ազգային եկեղեցու, հանուն ազգային արժեքների։ Լարա Արաքելյան, Հայկ Ավանեսյան, Նորայր Շարբաթյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։